Կողմը ներկայացրել արտահանել դեպի Հայաստան և ըստ էության դա ծորենը, որը օգտագործվում է արտադրության մեջ, հացի արտադրության մեջ և այլն։ Ես չեմ կարող մասնագիտական գնահատական տալ, բայց ակնհայտորեն ընդդիմության լաբորատոր փոխանցության եզրահանգումները նեն արժանի բարվի և կամարանքի։ Նոր փոխնախարարը բայց չհետքեց, Ես ճիշտ ասած թելս եմ էկոնոմիկայի փոխնախարարի ասացը, որպեսզի կարողանամ մեկնաբանել։ Ես ծորերի մասնագետ չեմ, ինչպես գիտեք, և հատկապես նոր եկած ծորերի վերաբերյալ չեմ կարող ասել։ Վստահ եմ, ազատական կողմը մեկնաբանություն էր տվել, որը նշում է նաև, որ դա հնարավոր է այսքան օգտագործելի է տարբեր արտադրության համար։ Պարոն ձեզ համար բաց է, ինչու օրինակ չեն փորձել գոնե առաջին կարգ կամ երկրորդ կարգ, այսինքն որպեսզի այս աղմուկը չլինի, ինչու՞ն է, այսինքն բարձել են, որ այսօր նաև ծորենի կարիքը կա, դրա համար է։ Արգելի գործընկերներ, կան կարիքներ, ես ենթադրում եմ, որ Հայաստանի տարբեր կարիքների համար, այս խոսակցությունը ճիշտ ասած իմ համար շատ նոր և անակնկալ է, դրա համար չեմ կարողանում շատ հստակ բեկրաբանել ձեր հարցերին, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը ունի կարիքներ և ըստ իր կարիքների է ներկրում ապրանքներ, հատկապես այդպիսի կարևորության ապրանքներ, և ես ենթադրում եմ ազատական կողմի հետ բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերել, թե ինչ կարգի և ինչ նպատակով օգտագործել Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է դա ներկրել։ Չեմ կարող։ Բայրամովա հարցազրույցը եւ բավական ուշագրավ այնպես հայտարարություններ էր, մասնավորապես որ Նիկոլ Փաշինյանը մինչ պատերազմը խոստացել է լուծել Ղարաբաղի հարցը, Արցախի հարցը, բայց հետո փոշմանել է, խոստումը չի կատարել։ Նախ ինչ պայմանավորվածության մասին է դուք թիմի անդամ եք եղել եւ ինչու է Փաշինյանը որոշել, որ չի կարող եւ ասել է օրինակ ինձ կուտեն, չգիտեմ, այսպեսի աթափ։ Այո, սպանեն, սպանեն։ Ես թվում է վերջին 7 տարիների Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների և Ադրբեջանի Հայաստանի միջև բանակցությունների վերաբերյալ խոսակցությունները շատ թափանցիկ և հրապարակային են եղել, հատկապես վերջին տարիներին այդ մասին ամեն ինչ խոսվել է և նաև այն տարիներին մենք գիտենք, որ եղել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ, այդ բանակցությունները առանձնապես արդյունքներ չեն տվել և եղել է դրա քննադատություն, եղել է այդ քննադատության որոշակի մասի ընդունում Հայաստանի կառավարության կողմից, բայց նաև աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրները փոխվել են։ Ես չէի ցանկանա մանրամասնել Ադրբեջանի գործնախարարի ասածները, հաշվի առնելով, որ այդ ամեն ինչը հայտնի է մեզ, ձեզ, բանակցությունները 18 թվականից այս կողմ Հայաստանը նաև քննարկումներում ասել է, որ Լեռնային Ղարաբաղը պիտի մասնակցի այն ժամանակ բանակցություններին որպես իր ճակատագրի որոշում, ես կարծում եմ այստեղ ինչ-որ նոր ես այդ հարցազրույցը նայել եմ և որևէ նոր բան այնտեղ չեմ տեսել։ Հայաստանին է մեղադրում բանակցությունները տապալելու և ինչ քայլերով, ինչ քայլերով պատերազմները անելու համար և Բայրամով հակագծերը բացում, որ իրենք մի փաստաթուղթ են պատրաստել այս հատուկ գործողությունների, որը ներկայացրել են մինչև պատերազմը և պատերազմից հետո բոլոր արտերկրի դիվանագետներին։ Խոսքը և Տոնոյանի նոր պատերազմնոր տարածքներ, և Նիկոլ Փաշինյանի Արցախը Հայաստանի իրենց հայտարարությունը, և Լեռնային Ղարաբաղում համահայկական պատմության մեջ առաջնական համահայկական խաղերի անցկացումը, և Տավուշի Հուլիսյան մարտերը, որտեղ ադրբեջանցի գեներալ սպանվեց և հետո Սարդարապատում բավական մեծ շփով վարչապետը պարգևատրեց բոլոր զինծառայողներին։ Այս բոլոր հանգամանքները մատնանշելով նշում են, որ ի վերջո այս ամեն ինչը տարավ բանակցային փորձի Փաշինյանի հրաժարվելու և պատերազմ կատարելու։ Սրա դուք համաձայն եք։ Համաձայն չեմ, որտեղ Հայաստանը երգեր էր փնտրում հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար, բայց նաև ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և բնական է, որ պատերազմի պատրաստվող երկիրը հիմա պետք է տարբեր փաստարկներով արդարացնի իր
ռազմական գործողություններ, ռազմական ագրեսիան։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ նաև նույն փաստարկներով Հայաստանի Հանրապետությանը մեղադրում էր նաև Ռոբերտ Քոչարյանի իր վերջին տված ասուլիսում այդ զուգադիպությունը եւս եւ Սերժ Սարգսյանի եւս այդ զուգադիպությունը եւս ցանկանում եմ ձեր ուշադրությանը հրավիրել, որ ըստ էության Ադրբեջանի պետական գործիչները, քաղաքական գործիչները եւ Հայաստանի նախկին նախագահները նույն մեղադրանքներն են հնչեցնում Հայաստանի Հանրապետությանը, ինչը Հայաստանի Հանրապետությունը կրկնում եմ այդ տարիներին, 2 տարիներին, ըստ էության փորձում էր դուրս գալ այդ իրավիճակից, որը չհանգեցնի ռազմական հակամարտության, պատերազմի եւ չի հրաժարվել բանակցություններից, չի հրաժարվել բանակցություններից, ուղղակի նաեւ ակնհայտորեն այդ բանակցությունների բովանդակության համար շատ փոքր տարածք է եղել Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ շուրջ 20 տարի բանակցային այնպիսի ճարտարապետություն հյուսվել եւ Հայաստանում դրա այնպիսի հակառակ պատկերներ կայացրել, որ բարդ է այդ փոքր տարածքի մեջ մանևրել եւ դրան զուգահեռ նաեւ ուժերի բալանսներ կտրուկ փոխվել Հայաստանի։ Բայց 19-ի առաջարկները մերժել է Փաշինյանը, Բաղդասարյանը, ինչի մասին նշվում է եւ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Երևան։ Ես Հայաստանը փորձել է բանակցել իրավիճակի վերաբերյալ, ինչ մնացած ամեն ինչ մասին, ինչպես նշվել է, դրանք էլ ապալացան։ Դեռ կան կանոն։ Ես չգիտեմ, դա կառավարության դիրույթում է եւ ինչպես խոստացվել է, մինչեւ տարեվերջ կհրապարակվի։ Բանակցությունները շարունակվել, պարոն Խանտանյան, երբ որ պարտիզ դադարեցին բանակցությունները, ինչի մասին խոսում դուք գիտեք բոլոր հանդիպումների մասին ընթացքում ոչ տեղի ունեցել, այսինքն ամիս ամսաթվով չեմ կարող ասել, բայց 18-19 տեղի է ունեցել հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ այդ բանակցությունները ես օր ամսաթվով չեմ կարող ասել, բայց դե մինչեւ 2020 ինչը պատերազմի սկսվել ակնհայտորեն կար բանակցային գործընթաց, դրա արդյունավետության մասին արդեն գնահատականները տարբեր են։ Երբ որ Փաշինյանն ասում է զրոյական կետից եմ սկսում, այդ ժամանակ կանգնել էր արդեն բանակցությունները, այլևս Ադրբեջանը որևէ ձևով Հայաստանը կրկին նշում եմ, որ տվյալ իրավիճակում բանակցային այդպիսի ժառանգության պայմաններում փորձում են ելքեր գտնել, որպեսզի բանակցությունները շարունակվեն։ Ելքերից մեկն էր դա, ինքը հասկացել էր, որ որևէ տարբերակ այլևս չկա, պետք է զրոյից սկսել։ Դե ակնհայտորեն այո, որովհետև այն կար բանակցային ժառանգություն եւ բանակցային տրամաբանություն, որը բերել եւ կանգնեցրել են այդ բանակցությունները, ինչպես 18 թվականին Սերժ Սարգսյանն էր ասել, եւ բայց դրա զուգահեռ կար նաեւ շատ տարբերվող, կտրուկ տարբերվող հանրային ընկալում եւ Հայաստանի խնդիրներ, որպեսզի այդ բանակցություններն ու հանրային ընկալումները փոքրինչ մոտեցնել իրեն։ Ինչը գիտեք, այդ մասին շատ երկար է խոսվել, այդ մասին շատ է խոսվել, արդեն մի քանի տարի այդ հարցը տալիս եք, ասում ենք, որ հայկական կողմը նոր առաջարկները խոսում են բոլորը մերժել է հայկական կողմը, թե դրանք քննարկել, իրականությունը որտեղ է, գուցե դուք իշխանության տեսակետը ներկայացնեք։ Քննարկվել են իհարկե այդ փաստաթղթերը, բայց արդյունքում որևէ, այսինքն արդյունք չի եղել, այսինքն մերժում եղել է հայկական կողմից։ Ես չեմ կարող բան անել, ես չեմ կարծում, որ Հայաստանը մերժման նամակ է ուղարկել։